Նա մանկապարտեզում մանկական երգեր չէր երգում։ Ֆլորա Մարտիրոսյանը երգում էր Դլեյաման, Մաչկալես։ Այն ինչպես լսել էր իր մայրիկից։ 14 տարեկանում նրա ձայնը լռեցրեց ամբողջ դահլիճը։ Վիլյամ Սարոյանն ասաց. «Այս ձայնը դուդուկի է նման»։ Նրա երգը բառեր չէր պահանջում։ Լաց էր բերում անգամ նրանց, ովքեր հայերեն չէին հասկանում։ Ֆլորան երգում էր ցավի մասին, բայց ինքը մեղմ էր, լուսավոր, ընտանեկան։ Հպարտանում էր ոչ թե բեմերով, այլ իր երեխաներով։ Նա գնաց Դլեյամանով, բայց վերադարձավ Քելե Լաոյով։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց չէի ուզի, որ որևէ մեկը զգա այն, ինչ իմ ներսում է, որովհետև այնտեղ արտառոց անհանգստություն կա, խճճված վիճակ, լուր ցավ, որ խոսք չի սիրում։